Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական խոստումներից սահուն անցավ նախընտրական սկանդալների և նախընտրական սպառնալիքների։ Առնվազն 3 թոփ ներկայացուցիչների շրթերով հնչեցվել են պատերազմի սպառնալիք, առ այն, որ եթե դուք չընտրեք Նիկոլ Փաշինյանին, ապա պատերազմ է սկսվելու։ Այդ սպառնալիքները հնչեցրել է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, որոշ ձևի քողարկված դրա մասին խոսել է Գևորգ Պապոյանը, ասալով, որ եթե դուք չընտրեք մեզ, ապա չի լինի խաղաղություն, իսկ խաղաղության բացակայությունը դա ըստ նրա պատերազմն է։ Այնուամենայնիվ, առաջարկում եմ վերլուծենք այս նախընտրական սպառնալիքի էությունը և այն հետևանքները, որոնք կարող են բխել դրանից։ Առաջի հերթին հարկ է նշել, որ սա քրեորեն պատժելի արարք է, սպառնալիքով ազդել հասարակության ընտրական կամքի վրա։ Դա անընդունելի է և բարոյական տեսանկյունից, և իրավական, որովհետև ոչ մի թեկնածու իրավունք չունի այս կամ այն ձևով ազդել ընտրողի կամքի դրսևորման վրա, ոչ խոստումներով, ոչ կաշառքով, ոչ էլ սպառնալիքով։ Նիկոլ Փաշինյանը խախտել է այդ 3 սկզբունքը, որովհետև նա խոստանում է ինչ-որ անհասկանալի մարդու տեղավորել աշխատանքի, դա տեղի ունեցել Գեղարքունիքում, նա խոստացել է ինչ-որ միտեղ ասֆալտ փռել էլի ռեգիոններում և ավարտել է իր խայտառակ քարոզարշավը համահայկական և համապետական սպառնալիքով, եթե դուք ինձ չընտրեք, ապա կլինի պատերազմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այս արարքը պետք է դառնա առնվազն նախահետաքննական պրոցեսի առարկա, այսինքն դատախազությունը, ԱԱԾ-ն և քննչական կոմիտեն պետք է նախաձեռնեն հետաքննություն, որ հասկանան ինչքանով է դա քրեորեն պատժելի և համապատասխան գործողություններ ծավալել։ Ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանի գրպանի ուժային կառույցների ներկայացուցիչները պաշտպանում են ոչ թե մեր իրավունքները և մեր անվտանգությունը, այլ անձնապես Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող է խախտել օրենսգրքի և սահմանադրության ցանկացած հոդված, ցանկացած կետ և դրա համար նա չկրի ոչ մի պատասխանատվություն։ Սա է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը։ Երկրորդը, իսկ Վահագն Ալեքսանյանի այդ փառապանծ ներկայացված զենք զինամթերքը, որը գնվում է առաջատար, այն բունկերները, որը նրանք կառուցում են, ում համար է։ Արդյոք մենք վախենում ենք պատերազմից, մենք պատրաստ չենք պատերազմի, այդ դեպքում ինչի են ծախսում այդքան ահռելի գումարներ, ըստ Վահագն Ալեքսանյանի 500 միլիոնը վերածել են 1.5 միլիարդի։ Հարց, այդ 1.5 միլիարդ դոլարը ծախսվում է ինչի համար, եթե դուք ի վիճակի չեք ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանները և բնակչության անվտանգությունը։ Արդյոք մենք վախենում ենք պատերազմից։ Իսկ արդյոք այդ զենք զինամթերքը գնվել է։ Ես արդեն լուրջ կասկածներ ունեմ, որ 1.5 միլիարդը ծախսվում է ամեն ինչի վրա, բացի մեր անվտանգությունից։ Հակառակ դեպքում, եթե քո խոստացած բանակի սպառազինությունը թարմացվել է, եթե դու կառուցել ես լուրջ անվտանգային գոտի, դու ինչի՞ ես վախենում պատերազմից։ Հակառակը, պետք է ասես, մենք պատրաստ ենք, մենք չենք ուզում պատերազմ, սակայն մենք պատրաստ ենք պատերազմի ու մեր հող ոտք դնողը այդ ոտքը կկոտրի։ Սակայն մեզ վախացնում են, ասում են, եթե դուք Փաշինյանին չընտրեք, ապա կլինի պատերազմ։ Վախեցեք պատերազմից։ Իսկ մենք այդ 1.5 միլիարդը կտանենք մեր տները և ավելի ճիշտ և գեղեցիկ ձևով կծախսենք այդ փողերը։
Իդեպ սպառազինության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը այնպես հպարտությամբ մեզ պատմում է, որ հրաժարվել են ռուսական զենքից եւ գնում են հնդկական ոչ պակաս անալոգները ու բանից պարզվում է, որ Հնդկաստանը իր հին զենք զինամթերքը վաճառում է մեզ թանկ եւ այդ փողով գնում է ռուսական զենք, որը մենք կարող ենք գնել ներքին շուկայի գներով, այսինքն մի քանի անգամ ավելի էժան։ Հիմա հարց. ինչի Հնդկաստանը այդ նույն հրետանին, որը վաճառում է մեզ, չի օգտագործում, նախընտրում է վաճառել եւ գնել այն սպառազինությունը, այն հրետանիները, որը Հայաստանը մինչեւ օրս գնում է Ռուսաստանից։ Ստեղ էլ է հարց ծագում։ Արդյոք դուք մեր բանակը այնպես եք ապահովել, որ նա ի վիճակի լինի դիմադրել սպառնալիքներին։ Իսկ եթե դուք ի վիճակի չեք եւ 8 տարի բանակը կազմաքանդելով ոչինչով այն չեք համալրել եւ ի վիճակի չեք բանակի միջոցով ապահովել մեր անվտանգությունը, հետեւաբար առավել եւս դուք արժանի չեք վերընտրվելու, որովհետեւ դուք 8 տարի սննկացրել եք մեր պետությունը, մեր անվտանգությունը եւ մեր բանակը։ Եվ դուք ոչ միայն պետք է չընտրվեք, այլ նաեւ պետք է պատժվեք ձեր կատարած արարքների համար։ Երրորդը, երբ որ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ելույթեր ունենում եւ ասում էր, որ միստր Տրամպի հովանու ներքո տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, որ պարոն Տրամպը անձնական պատասխանատվություն է կրում այս խաղաղության համար։ Հիմա հարց. Ադրբեջանը պատերազմ սկսելով Հայաստանի դեմ, միթե չի վախենում այն պատասխանատվությունից, որը նա կկրի միստր Տրամպի հովանու ներքո գտնվող տնտեսական միլիարդավոր պրոյեկտների առջև։ Հետևաբար մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղությունը դա ընդհանրապես փշիկ է, որովհետև Ադրբեջանը չի վախենում իր գործելավոճի, իր քայլերի հետևանքներից։ Իսկ խաղաղությունը առաջերտին բալանս է։ Խաղաղությունը, երբ որ ամեն մի կողմը գիտակցում է իր պարտավորվածությունները եւ խուսափում է պատասխանատվությունից։ Հետևաբար Ադրբեջանը բացարձակապես ոչ մի պատասխանատվության չի ենթարկվի, անգամ ստորագրելով այն փաստաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանը մեզ աչք կա ծակում։ Ուրեմն փաստաթուղթը գին ու արժեք չունի, իսկ փաստաթուղթը հիշեցնեմ, կնքվել է ոչ թե անձնապես Նիկոլ Վովայևիչի անունից, այլ Հայաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետության անունից։ Եվ այստեղից չորրորդը, որը բխում է երրորդից։ Օրինակ, եթե այսպես կոչված ուրախ ավտոբուսը հանկարծակի ուժեղ տորմուզ տա ու Նիկոլ Փաշինյանի բկին կանգնի կուկուռուզը ու չհասցնի նրան փրկեն։ Այստեղից հարց. այդ դեպքում պատերազմ կսկսվի, որտեղ Նիկոլի ամբողջ փաստարկային բազան հիմնված է նրանից, որ նա անձնական պատասխանատվություն է կրում եւ այս ամբողջ խաղաղություն կոչեցյալը կապված է իր անձնական անվան հետ։ Բար խեղդվեց մեռավ, ինչ ենք անելու։ Հետևաբար դա նշանակում է, որ մենք օր առաջ պետք է ազատվենք մի մարդուց, ով ամբողջ երկրի ճակատագիրը կապել է մի շատ անհուսալի հանգամանքի վրա, իր գոյություն ունենալու վրա։ Որտեվ կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանի ամբողջ գործելավոճը եւ նրա կապած պայմանագրերը, ծրագրերը պայմանավորված են նրա առկայության պարագայում, եթե նա մեռավ։ Ինչ ենք անելու։ Այդտեղ մի հատ շատ կարևոր հանգամանք կա, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դա համակարգ չի։ Դա մեկ անձով պայմանավորված խմբակ է եւ բոլոր սոցիոլոգիական հարցումները դա են փաստում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռեյտինգը շատ ավելի ցածր է Նիկոլ Փաշինյանի անձնական ռեյտինգից։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանին հանում ենք այդ համակարգից, համակարգը փլուզվում է։ Նենց չի, որ եթե Նիկոլը հանկարծ մեկ էլ տեսար կուկուռուզով խեղդվեց, նրա տեղը կզբաղեցնի, չգիտեմ, Վահագն Ալեքսանյանը, իհարկե ոչ։ Քաղաքացիական պայմանագիրը միանգամից կցրվի տներով։ Հետևաբար, մենք պետք է խուսափենք նման համակարգից, նման իշխող ուժից,
որը ի վիճակի չի այնպիսի համակարգ ստեղծի, որը կգործի անգամ եթե առաջատար դեմքը ինչ-ինչ պատճառներով չկարողանա կատարել իր գործառույթները։ Ավարտելով խոսքս կարող եմ ասել ընդամենը մեկ բան. մի տրվեք սադրյանքների, թույլ մի տվեք, որ ձեր վախերի վրա խաղան և մանիպուլացնեն ձեզ։ Եթե մարդ, որը 8 տարվա ընթացքում չի կարողացել ապահովել ձեր անվտանգությունը և տվյալ խաղաղությունը նա ապահովում է միայն հողեր, շահեր և արժեքներ զիջելով թշնամուն, նման մարդ իրավունք չունի ղեկավարել մեզ և գծագրել մեր ապագան։ Մնաք բարով։